Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության շաբաթօրյա եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Եվրոպայի առաջնորդների Երևանյան հավաքին Թուրքիան գործուղում է փոխնախագահ Յիլմազին, Բաքվից դեռ լուրջ չկա։ Անցած շաբաթ Ադրբեջան այցելած Ուկրաինայի նախագահը առաջին անգամ նաև Հայաստան կգա Եվրամիության քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովի փաստաթղթում չկա հիշատակում դաշինքին Երևանի հնարավոր անդամակցության մասին։ Վարչապետը Կիրանցում մասնակցել է եկեղեցու օծմանը, կարգը մատուցել է կաթողիկոսի հրաժարականի պահանջին չմիացած արքեպիսկոպոսը։ Սպիտակ տանը գոհ չեն Իրանի ուղարկած բանակցային նոր առաջարկից։ Կույրերի միավորման երևանյան մի շարք տարածքներ կոպեկներով ենթավարձակալության են տրված, մեծ փողերն այլ գրպաններ են հոսում։ Չնայած հրավերին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի այցելի Հայաստան մասնակցելու երկուշաբթի անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Փոխարենը Անկարան Երևանյան հավաքին կգործուղի փոխնախագահ Ջևդեթ Յիլմազին, թեև ձևաչափի հիմնադրումից ի վեր պետությունները ներկայացել են ղեկավարների մակարդակով։ Այս որոշման պատճառը Անկարան չի մեկնաբանել։ 2008-ին նախագահ Գյուլի այցից 18 տարի անց Յիլմազը կդառնա Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որ հարևան երկիր կգա։ Առայժմ չկա Բաքվի պատասխանը, Իլհամ Ալիևը ևս հրավիրված է Հայաստան, Ադրբեջանը չի հստակեցրել արդյոք որևէ ձևաչափով մասնակցելու է եվրոպացի առաջնորդների հանդիպմանը։ Հրավերն ընդունած հյուրերի ցանկը որոշակի անում է, Երևանը ժամանելու նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պրահան հայտնում է, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ Զելենսկու հանդիպումն արդեն նշանակված է։ Սա կլինի Ուկրաինայի ղեկավարի առաջին այցը Հայաստան։ Անցած շաբաթ Զելենսկին Ադրբեջանում էր, որտեղ առաջարկել էր Բաքուն դիտարկել որպես ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ, Մոսկվան սակայն մերժել էր։ Երևան չի գա Գերմանիայի կանցլերը Ֆրիդրիխ Մերցի գրասենյակը դա պատճառաբանել է աշխատանքային զբաղվածությամբ։ Եվրոպական խոշոր այս միջոցառումից հետո արդեն 3 շաբթի Երևանում անցկացվելու է Եվրամիություն Հայաստան առաջին գագաթնաժողովը, որին ընդառաջ հայտնի են դարձել որոշ մանրամասներ, ինչ են բանակցելու դաշինքի առաջնորդներն ու վարչապետ Փաշինյանը։ Արդյոք միությանը Երևանի հնարավոր անդամակցության հարցն օրակարգում է, հատկապես որ Հայաստանի խորհրդարանը դա արդեն օրենքով է ամրագրել, ինչի համար էլ Մոսկվայից պարբերաբար զգուշացումներ է ստանում տնտեսական հետևանքների մասին։ Առաջիկա 3 շաբթի Երևանում կայանալիք Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին կողմերը կհայտարարեն հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին, չանդրադառնալով սակայն Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին։ Ազատության տրամադրության տակ է հավաքի ավարտին ընդունվելիք համատեղ հայտարարության նախագիծը, որտեղ միայն նշվում է, թե Եվրամիությունը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ եւ աջակցելու Հայաստանի դիմադրողականությանը, բարեփոխումների օրակարգին եւ երկարաժամկետ զարգացմանը Հայաստանը ավելի մոտեցնելով Եվրամիությանը։ Թեև մոտ 3 տարի առաջ վարչապետ Փաշինյանը Եվրախորհրդանում հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է միությանը մոտ լինել այնքան, որքան Բրյուսելը դա հնարավոր կհամարի, խորհրդարանն էլ անցած տարի օրենք էր ընդունել Եվրամիությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, Հայաստան եկող եվրոպացի առաջնորդները չեն պատրաստվում հավաքի ավարտին որևէ պարտավորություն ստանձնել այս ուղղությամբ։ Փոխարենը ակնկալվում է, որ Բրյուսելը կհայտարարի Հայաստանի համար առանցքային վիզաների ազատականացման հարցում նշանակալի առաջընթացի մասին։ Սա նախատեսված մի քանի փուլերից առաջինն է եւ ակնկալվում է, որ այս տեմպերով բարեփոխումներ կատարելու դեպքում Հայաստանի քաղաքացիները 3-4 տարի անց այս տասնամյակի ավարտին կկարողանան առանց վիզաների այցելել Շենգենյան գոտի։ Փաստաթղթում հիշատակում չկա նաև Հայաստանին նոր ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորության մասին։ Հղում է կատարվում
միայն նախկինում հայտարարված 270 միլիոն եվրոին և 2.5 միլիարդ եվրոին, որը Երևանը կարող է ստանալ դաշինքից նախագծեր ներկայացնելով գլոբալ դարպաս ռազմավարության շրջանակներում։ Մյուս կողմից ակնկալվում է, որ Եվրամիության առաջնորդները Երևանում կդիմեն եվրոպացի գործարարներին հորդորելով ներդրումներ անել Հայաստանում։ Կոնկրետ ներդրումային նախագծերի շարքում նշվում է Սև ծովով էլեկտրաէներգիայի փոխանցման ստորջրյա մալուխի ծրագիրը, որով նախատեսվում է Հարավային Կովկասի էլեկտրացանցը կապել Եվրամիության հետ և տարածաշրջանից էլեկտրաէներգիա մատակարարել դեպի Եվրոպա։ Այս նախագծի մասին Բրյուսելը բազմիցս է խոսել, սակայն այն դեռևս չի մեկնարկել։ Ակնկալվում է, որ Եվրամիության առաջնորդները նաև վերստին աջակցություն կհայտնեն Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Համատեղ հայտարարության նախագծում, սակայն, խոսք չկա Ղարաբաղից տարհանված հայերի, նրանց իրավունքների պաշտպանության կամ Բաքվում ազատազրկվածների մասին։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ ընդունվելիք փաստաթղթում Եվրամիության առաջնորդները նաև ընդգծում են. Հայաստանի ապագան պետք է որոշվի ազատ և ժողովրդավարական ճանապարհով իր քաղաքացիների կողմից, առանց արտաքին ճնշման։ Կողմերի միջև երբևէ անցկացված առաջին այս գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Կանադայի վարչապետը։ Գագաթնաժողովի առանցքում կլինեն նաև միջազգային հարցեր, այդ թվում իրավիճակը Իրանում և Ուկրաինայում։ Պաշտոնական պատվիրակությունները կժամանեն վաղը, Երևանում վերջին պատրաստություններն են, երկուշաբթի ոչ աշխատանքային է, մի շարք փողոցներ փակ կլինեն։ Մինչև եվրոպացի հյուրերին ընդունելը վարչապետ Փաշինյանն այսօր սահմանամերձ գիրանցում էր, որի հարակից 4 գյուղերը հայկական կողմը 2 տարի առաջ Ադրբեջանին փոխանցեց, Հայաստանում հարուցելով բողոքի բազմամարդ ցույցեր։ Դրանից հետո սահմանազատումը փաստացի կանգ է առել, Ադրբեջանը հրաժարվում է դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից։ Գիրանցում վարչապետը մասնակցել է 19-րդ տարի վերանորոգված եկեղեցու օծմանը։ Կարգը մատուցել է արքեպիսկոպոսը, որը չի միացել կաթողիկոսին պաշտոնանկ անելու Փաշինյանի նախաձեռնությանը։ Վերամբարձ կռունկի վրա հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանն է, ավերումից 1 դար անց օծում է սահմանային Կիրանցի եկեղեցու խաչը, ապա մատուցվեց առաջին պատարագը։ 1880-ականներին կառուցված Սուրբ Երրորդությունն ավերվել էր խորհրդային տարիներին, այն վերանորոգվել է կառավարության միջոցներով։ Ավերվել է և վերածվել է պահեստի և 2023 թվականին կառավարության որոշմամբ միջոցներ հատկացվեցին 64 միլիոն դրամ եկեղեցին վերականգնելու համար և այսօր տեղի ունեցավ եկեղեցու օծումը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից ընդամենը 30-40 մետր հեռավորության վրա։ Այսօրվա արարողությանը մասնակցած վարչապետը Ադրբեջանի հետ սահմանազատված Կիրանցի եկեղեցու օծումը խորհրդանշական է համարում։ Փաշինյանը, սակայն, արդեն 1 տարի հաշտ չէ կաթողիկոսի ու նրան աջակցող հոգևորականների հետ, բայց հակակաթողիկոսական արշավն այսօր նրան չխանգարեց ներկա գտնվել եկեղեցու օծման արարողությանը։ Հայկազուն արքեպիսկոպոսը նորոգված եկեղեցում դիմավորեց վարչապետին, սեղմեց նրա ձեռքն ինչպես այդ ժամանակ, այնպես էլ Գմբեթի խաչի օծումից հետո եկեղեցու բակում։ Գարեգին II կաթողիկոսությունը պաշտպանող բարձրաստիճան հոգևորականը նաև օրհնեց վարչապետի գործերը, որից մեկն էլ կաթողիկոսի հեռացումը որպես խոստում տեղ է գտել Փաշինյանի առաջնորդած քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում։ Ոչ մի արտարոց բան տեղի չի ունենում, Սրբազանը գնացել է օծելու Կիրանցի եկեղեցին և որևէ կապ չունի այդ երևույթը
չգիտեմ, նախկինում եղած այդ արգելքի հետ կապված այդ գործընթացներ բացարձակ կապ չունի։ Սրբազանը եպիսկոպոս է գնացել է օծելու տվյալ եկեղեցի։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանի կարծիքով ամիսներ շարունակ եկեղեցիներում պատարագների մասնակցող Փաշինյանի վարքագծում փոփոխություն կա։ Եթե նախկինում վարչապետն այցելում էր այն եկեղեցիներ, որոնք փաստացի գտնվում էին կարգալույծ եղած քահանաների ձեռքում, ինչպես օրինակ Հովանավանքը, ապա վերջերս սկսել է մասնակցել ոչ կարգալույծ քահանաների մատուցած պատարագներին։ Բնականաբար հանուր այսպես որոշակի լարվածություն, թուլացում տեսնում ենք, բայց չեմ կարծում, որ դրանից պետք է ինչ-որ կոնկրետ եզրահանգումներ անել։ Այսօրվա պատարագում հնչել է նաև կաթողիկոսի անունը, իսկ Գարեգին II անունը չտալը ամիսներ շարունակ Փաշինյանի պատարագներին մասնակցելու նախապայմանն էր։ Քահանաների կաթողիկոսի անունը զեղչելու գործին անգամ ազգային անվտանգության ծառայություններ միացել։ Տեր Եսայի խոսքով վարչապետի այսօրվա այցի մասին տեղեկացել են մամուլից։ Աստծո դռները բաց են բոլորի առաջ, շեշտեց Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրենը։ Բաց են բոլորի համար, ով կուզի կարող է գնալ մասնակցել, որևէ խնդիր չեք տեսնում։ Այսօրվա կարգը մատուցած Հայկազուն Սրբազանը Գարեգին II ու այլ բարձրաստիճան հոգևորականների հետ մեղադրյալի կարգավիճակ ունի դատական ակտը չկատարելու հոդվածով։ Այդ ակտը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված ու եպիսկոպոսական կարգից զրկված Գևորգ եպիսկոպոսին աշխարհի կանոնով Արման Սարոյանին է վերաբերում։ Ըստ իրավապահների կաթողիկոսը չպետք է կարգալույծ աներ Սարոյանին, քանի որ վերջինս իրեն հեռացնելու հարցով դատարան էր դիմել։ Ողջ օրվա ընթացքում Հայկազուն arczepiskopos-ի հետ կապ հաստատել ազատությանը չհաջողվեց։ Տավուշի թեմի առաջնորդարանի Facebook-յան էջում այսօրվա արարողության մասին տեքստում ու նկարներում բացակայում է վարչապետի ու նրա թիմակիցների այցի մասին հիշատակումները։ Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերը թարմացվում են նաև Ազատության Տելեգրամի ալիքում։ Այժմ էլ հաղորդման երկրորդ հատվածի թեմաները։ Սպիտակ տանը գոհ չեն Իրանի ուղարկած բանակցային նոր առաջարկից։ Կույրերի միավորման երևանյան մի շարք տարածքներ կոպեկներով ենթավարձակալության են տրված, մեծ փողերն այլ գրպաններ են հոսում։ Նոր զարգացումներ Ցեղասպանության թանգարանում չէր մարել աղմուկը Միացյալ Նահանգների փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելու պատճառով տնօրենի պաշտոնակության շուրջ, երբ թանգարանը Facebook-յան պաշտոնական էջից հեռացրեց կաթողիկոսի Ծիծեռնակաբերդ այցի մասին լուրը, այց, որը հանրայինը չէր հեռարձակել։ Այս դեպքում էլ թանգարանում պաշտոնակություն է եղել, վարչապետը հավաստիացնում է, որ այս անգամ ոչ իր ցուցումով։ Կաթողիկոսի այցի վերաբերյալ գրառումը Ցեղասպանության թանգարան ինստիտուտի էջերից հեռացնելուց հետո աշխատանքից հեռանում է արտաքին կապերի ու լրատվության բաժնի ղեկավար Կարինե Հարությունյանը։ Երկու միջադեպով հասկացա, որ սա դիտարկվում է Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտը որպես քաղաքական հաստատություն, այսինքն քաղաքական գծի կրող պիտի լինի։ Աշխատանքից դուրս գալու դիմում ավելի վաղ էր գրել, երբ վարչապետի ցուցումով նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը հեռացավ տնօրենի պաշտոնից։ Փաշինյանը Միացյալ Նահանգների փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելը սադրանք էր համարել եւ Հոգաբարձուների խորհրդի կողմից կառավարվող հաստատությունում տնօրեն փոխելու հրահանգ տվել։ Գզոյանին փոխարինելու եկած Փաշինյանի թիմակցի Հրաչյա Թաշչյանի հետ էր երկրորդ միջադեպը։ Ապրիլի 24-ին վեհապարի այցի վերաբերյալ լուսաբանումը նրան դուր չէր եկել։ Տեղեկատվությունը կայքում ու սոցցանցում տեղադրելուց ժամեր անց։ Նա հարցրեց, իսկ սովորաբար ինչպես է լուսաբանվել, աշխատակիցը նշեց, որ սովորաբար պետական այրերի այցը, ամենայն Հայոց կաթողիկոսի այցը, եթե այդ օրը պաշտոնական պատվիրակություններ են լինում, այդ պատվիրակությունների մասին է գրվում եւ վերջում լուսանկարներով ամփոփվում է օրը։ Ժամանակավոր պաշտոնակատարը տնօրենի ասաց, որ այո, ինչպես սովորաբար լուսաբանել ենք, նույն ձևով։ Հետո տեղեկատվությունը հեռացնելու հրահանգն են ստացել թանգարան ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանից։ Ասաց մենք պետական հաստատություն ենք, մենք անկախ հիմնարկ չենք եւ չենք կարող ինքնուրույն բաներ անել։ Խնդրում եմ այդ տեքստը հեռացրեք, դուք ինձ չեք ասել, դուք առանց ինձ տեղեկացնելու եք դա դրել, ես անակնկալի եմ եկել, ինչը մեզ համար անակնկալ էր եւ
ասաց, որ հեռացրեք, ես այդտեղ հարցրեցի, ասաց ձեր դիմումները կային, բայց ես չէի մակագրել, բայց հիմա ցավով ասում եմ, որ այո, դուք չեք տեղակ, ես ասացի իմ դիմումը ձեզ մոտ է մակագրեք։ Ինքնուրույն ոչ մի բան էլ տեղի չէր ունեցել ըստ Կարինե Հարությունյանի։ Կարճ տեղեկատվություն պետական այրերի ու վեհափառի ապրիլ 24-յան այցի վերաբերյալ միշտ է տեղադրվել Թանգարան ինստիտուտի մեդիա հարթակներում։ Պետական արարողակարգով ամենայն հայոց կաթողիկոսը ավագությամբ զիջում է միայն նախագահին։ Չեմ կարող ենթադրություններ անել, թե ինքնուրույն որոշեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, թե իրեն հուշեցին, չեմ կարող, սխալ կլինի, որ ինչ-որ ենթադրություններ անեմ։ Ազատությունը վարչապետ Փաշինյանից էր հետաքրքրվել, իր հրահանգով է վեհափառի այցի մասին տեղեկությունը հեռացվել ինստիտուտի էջերից։ Տեղեկություն ընդհանրապես չունեմ ձեր նշած ցեղասպանության թանգարանի հետ կապված ոչ մի բանի մասին, առաջի անգամ եմ լսում ընդհանրապես։ Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու պլանը իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում է։ Ստացվում է հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում հետևում են իշխանական պլաններին։ Արդեն ամենայն հայոց կաթողիկոսին կաթողիկոս չեն համարում, ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանին հարցրինք։ Չէ, ոչինչ չի փոխվել, մեր գործունեության մեջ որևէ բան չի փոխվել, բաժինները ոնց որ կան, այնպես շարունակվում են աշխատել, մենք մեր սովորական ռեժիմով։ Եթե ոչինչ չի փոխվել, ինչու է հրահանգել վեհափառի անունը չեզոքացնել մեդիա հարթակներից։ Մենք դնում ենք այն լուրը, որ մենք մասնակից ենք։ Հրաչյա Թաշչյանի պատասխանից շատ բան չհասկացանք։ Վեհափառն այցելել է Ծիծեռնակաբերդ Սրբոց նահատակած Մասուն Քարանով եւ անմար կրակի մոտ հոգեվոր կարգ է մատուցել։ Գիտնականները այս ամենի որ դրվագին պիտի մասնակցեին։ Քաղաքական օրակարգ է մտել գիտական այս տարածքան հանգստանում է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։ Ես չի ուզենամ, որ մեր ինստիտուտը դառնար կուսակցական խաղերի թատերաբեր։ Մեր ինստիտուտում կան տարբեր մաշտիկ ունեն տարբեր դիրքորոշումներ քաղաքական, այդ մաշտիկ իրենց քաղաքական դիրքորոշումները թողնում են ինստիտուտի դռներից դուրս, մտնում են ինստիտուտ, աշխատում են որպես համազգային կառույցի ներկայացուցիչ, հետո դուրս են գալիս երեկոյան, չգիտեմ, բան են անում, երկրպագում են տարբեր քաղաքական ուժերի։ Սա համազգային նշանակության կառույց է, ոչ միայն պետական հաստատություն, շեշտում է Մանուկյանը։ Երբեք սա չի եղել սովորական հիմնարկ։ Այստեղ եղել են շատ ավելի այսպես մեծ հետաքրքրություններ եւ Սփյուռքի հետ կապված եւ համաշխարհային այսպես ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված եւ միջազգային ցեղասպանագիտության կանխարգելման հետ կապված։ Գիտնականի համար վեհափառի անունը հեռացնելու հրահանգն անակնկալ է եղել, նա էլ համազգային ինստիտուտ է, ասում է։ Ամենայն հայոց կաթողիկոսը էլի, ամեն դեպքում ազգային ինստիտուտ է։ Չէ, ու միշտ եղել է։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ աշխատանքի ընդունվելիս այն գիտակցությամբ եմ եկել այստեղ, որ սա ազգային հաստատություն է եւ ապա քաղաքական եւ համազգային բնույթ կրող հաստատություն է։ Աշխատանքից արդեն հեռացած Կարինե Հարությունյանը շեշտում է, երբեք որևէ քաղաքական կողմնորոշում չի ունեցել, չունի եւ մտադիր չէ կուսակցական ծրագրեր սպասարկել։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի սկանդալը մարտի սկզբին պայթեց եւ այն դեռ չի մարում։ Հայաստանում ու արտերկրում ցեղասպանագետներն ահազանգում են ակադեմիական ազատության սահմանափակումների ինստիտուտի քաղաքականացման մասին։ Կրթական գերատեսչությունը հայտարարում է ոչ մի սահմանափակում չկա, գիտական աշխատանքը շարունակվելու է առաջվա պես։ Հիմնավորում սակայն այդպես էլ չի հնչում։ Ինչու է իշխող ուժի ծրագրից բխող քայլ անում թանգարան ինստիտուտի ղեկավարը։ ԿՊ-ն ուզում է հեռացնել կաթողիկոսին, Հրաչյա Թաշչյանն արդեն հեռացրել է նրան, որտեղից կարողացել է թանգարան ինստիտուտի մեդիա հարթակներից։ Միջազգային լրահոսից Դոնալդ Թրամփը գոհ չէ երեք Իրանից ստացված բանակցային նոր առաջարկից։ Միացյալ Նահանգների նախագահը չգաղտնազերծելով փաստաթուղթը միայն ասել է, որ Թեհրանը խնդրում է բաներ, որոնց Վաշինգտոնը չի կարող համաձայնվել։ Անկեղծ ասած, դժվար է հասկանալ, թե ովքեր են նրանց առաջնորդները։ Գիտեք, նրանց առաջնորդները սպանվել են, առաջին խումբը սպանվել է, երկրորդ խումբն էլ, Խամենեին էլ։ Մեր գործերն իսկապես լավ են, հաղթում ենք։ Բայց նրանք չեն կնքում այն գործարքը, որը մեզ պետք է։ Բայց մենք մեր ուզածին կհասնենք եւ շտապելու միտք չունենք, որպեսզի 3 տարի անց ստիպված չլինենք կանգնել նույն խնդրի առջև։ Իսրայելի հարվածներից Լիբանանում 13 մարդ է զոհվել, այդ թվում քաղաքում, որտեղ Իսրայելի բանակը տարհանման հրաման էր տվել չնայած հրադադարին։ Վաղը լրանում է Իսրայելի ու Լիբանանի միջև արդեն մեկ անգամ երկարաձգված հրադադարի վերջնաժամկետը։
Ուկրաինայի հարցով բանակցություններ չեն նշմարվում, գուցե միայն մայիսի 9-ին մեկօրյա հրադադար։ Մինչև այդ ռուսներն այսօր Խերսոնում անօդաչիով հարվածել են ավտոբուսի, 2 մարդ զոհվել է, 7-ը վիրավորվել։ Հայաստան վերադառնանք խնամքի մասնավոր կենտրոններից մեկում տարեցներ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ հայտնվել են ծանր վիճակում, թեր սնված են, հիգիենայի հարցերը չեն լուծվում, ընդ որում այս ամենի համար նաև վճարում են։ Պետական վերահսկողություն փաստացի չի եղել։ Վիճակներս վիճակել մեռնում էինք։ Տարեցների խնամքի կենտրոնում ողջ մնացածները հաշվում են հանգուցյալներին։ 1, 2, 3, մի 4-5 հոգի եղել է, մահվան դեպքեր։ Մի հոգի մեռավ։ Մի 3 օր խեր մարդը գորած լավ չեմ, 4-5-րդ օրը եկավ սկորին, ասին ուշ արդեն։ Ինչու ուշ եկավ։ Կանչոտ չկար։ Իսկ մասնավոր այս հաստատությունը հույսի օջախ է կոչվում, որտեղ խոստանում են շուրջօրյա խնամք, խնամակալի ու բուժքրոջ, հոգեբանի, մշտական հոգատարություն եւ այս ամենը ամսական 120,000 դրամով։ Կարգ կանոն չի եղել, չի լինի ու երբեք։ Նուբարաշենի Արվարձանում գտանք լքված ու անխնամ մնացած մոտ 1 տասնյակ մարդկանց, մեծ մասը հոգեկան առողջության խնդիրներով։ Ես որ ասեմ, գիտեք ինչ, այսպես վատ է, այնի վատ է։ Դու գիտես մեծ ինչ կատարում է։ Չամիչ, գրիչ, սրիչ, կախիչ, մաքրիչ, ամեն ինչ։ 56-ամյա զրուցակիցը սամբուժելի հիվանդություն ունի։ Ռուսաստանում ապրող ընկերներն են ֆինանսապես աջակցել ու նա եկել է այս խնամքի կենտրոն։ Մտածել է, որ նորմալ կսնվի, բուժքույր կլինի, առողջական վիճակը հսկողության տակ կլինի, մաքուր կապրի։ Շատ լավ է, մի ամսվա մեջ մի անգամ եմ լողացել։ Ինչի համար, որ գազի փողը չի տվածվել, գազերը անջատել են։ Մաս կտրել, սափրվել, սրանք ոչ թե ընթացիկ հարցեր են, այլ ուղղակի մարտահրավեր, առանց այդ էլ ուժասպառ այս մարդկանց համար։ Դարել են կապակի։ Երկար մազերով, թրաշով։ Սնունդը 2 ձու առավոտ, ցերեկը հաց ու հաց, այսինքն փլավ ու հաց, մեկ սասուշկ էին տալի, պրազնիկից։ Հույսի օջախի տնօրենը տեղում չէր, պատմեցին, որ 2 շաբաթ առաջ իրավապահները տարել են նրան ու կալանավորել։ Քննչական կոմիտեից տեղեկացանք, քրեական գործը խնամքի հաստատության հետ կապ չունի։ Խնամքի կենտրոնում սակայն պատմեցին, որ այժմ իրավապահների ուշադրության տակ նաև այստեղ ստեղծված իրավիճակն է։ Ոստիկանությունից են եկել ու հարցուփորձ արել բնակիչներին ու միակ աշխատողին, խոհարարին։ Նա էլ հաստատեց, սնունդ կամ չի եղել, կամ շատ քիչ։ Սնունդի տեսակետից վատ է եղել, ես միշտ իրան նախատել եմ, ասել եմ մի քիչ շատ բեր, այդ չափերը քիչ է։ Տիկին Գայանեն պնդում է, ինքն էլ աշխատում է փող չստանալով, մոտ 15 հոգու ինքն ու դուստրն են խնամել, բժիշկ մշտական չկա, եթե պետք է եղել, կանչող չի գտնվել, մի պապիկ այդպես մահացավ վերջերս։ Փրփրտում էր ասենց վատ, այն մարդը ասում է, այ ցավը տանը, մի հատ նյարդաբան բերեք, միգուցե դեղ կտա, այս մարդը կհանգստանա։ Հա, 5 շաբթի նյարդաբան կբերեմ, չորեքշը տենց, մինչև 5 շաբթին ու հա շուտ եկա։ Իսկ խնամվողների հարազատները տեղյակ չէին ինչ վիճակ է։ Խոհարարն ասում է, բողոքներ եղել են, մի 3 հոգու եկան հետ տարան տուն։ Մեկը կար արձագանքեց, ասեցի հերը պտի լողանա, այս ինչ ան։ Խնամվողներից մեկն ասաց, որ այլ խնամքի տների համեմատ այստեղ էժան է, ահա թե ինչու բնակիչների պակաս չի եղել։ Հիմնականում հոգեկան առողջության խնդիրներով մարդիկ են, որ պայմաններից չեն դժգոհում հասկանալի պատճառով, իսկ գումարն ուշացողները հայտնվել են կամ դրսում, կամ քնել են նստած։ Գնացել եմ դեսուդեն, որ փող հավաքեմ, իրան տալու համար։ Չի ստացվել, եկել եմ դուրը չեն բացել։ Դրան դեմն եմ կայլասկով նստած եմ։ Մայրապետի մեղքն է մեկը, որտեղ ցուրտ է։ Դուրը բացել եմ, բերել եմ նես։ Ու կրեսլոյի վրա քնել եմ գնամ 20 օր։ Ջերմություն ու հոգատարություն խոստացող խնամքի կենտրոնը երբևէ պետության դիտարկման ներքո հայտնվել է։ Այդ չափ տանեմ ինչ կողմարմին։ Ով գար։
Ոչ մեկ չի եկել, երբեք։ Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները պիտի հետևեին, որ խնամքի ծառայություն մատուցող այս կենտրոնում իսկապես ծառայություն մատուցվեր, այնպես որ այդ խնամքը մարդկանց կյանքն ու առողջությունը չվտանգեր։ Չափորոշիչների հաստատումը եւ մեր կողմից վերահսկողությունը չի իրականացվում, որտեղ համապատասխան դեռ չի ավարտվել այդ գործընթացը։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն ասում է, սոցիալնախարարությունը պիտի հաստատի չափորոշիչները, մենք էլ գնանք ստուգենք, իսկ չափորոշիչները չկան։ Մինչև այդ կարող են ստուգման գնալ ըստ ահազանգի միայն։ Խնամքի կենտրոնների նկատմամբ այդպիսի նորմ կլինի չափորոշիչ, կլինի հանրային առողջապահական նորմատիվ հաստատված չկա։ Պետք է շատ քշենք, որ այս տարվա մրցումներին հասցնենք։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը ակտիվ սպորտով է զբաղվում։ Քաղաքացիական պայմանագրի ուրախ ավտոբուսի մշտական ուղևոր է։ Երկիրն ու այստեղ ապրողներին երջանիկ է ուզում տեսնել։ Մենք ես ուզում ենք տեսնել երջանիկ։ Իսկ ինչու չկան չափորոշիչներ խնամքի կենտրոնների համար, երբ կլինեն։ Այս հարցերով դիմեցինք Արսեն Թորոսյանի խոսնակին, պատասխան չունենք։ Հովանավորները եկան, ահագին ուտելիք բերեցին, ապրեն իրանք։ Վերջին օրերին մի քանի կարեկից մարդիկ լսելով, որ հույսի օջախում անհույս ու անխնամ մարդիկ կան, եկան, սնունդ բերեցին ու վարսավիր հրավիրեցին։ Կույրերի միավորումում բուռն վեճեր են Երևանյան մի շարք տարածքների շուրջ, կազմակերպությունը դրանք տարիներով ենթավարձակալության է տվել, բայց դիմացը ստացել կոպեկներ, այդպես էլ չբարելավելով շահառու կույրերի առանց այն էլ դժվար կյանքը, բայց այնպես էլ չէ, որ օրեցօր աճող անշարժ գույքի գներից այլ մարդիկ օգուտներ չեն քաղել։ Կույրերի միավորման մի խումբ անդամներ պահանջում են իրավապահների միջամտությունը խորհրդային տարիներից իրենց տրամադրված ժառանգությունը տնօրինելու համար։ Պնդում են, կազմակերպության 11 միլիարդ դրամ արժողությամբ 52 շենք շինություններից իրենք շահույթ չեն ստանում, գումարը հոսում է մասնավոր գրպաններ։ 90%-ը տրված է վարձակալության ու տրված են շուկայից շատ ավելի էժան գներով եւ մարդիկ վերցնում են այդ գույքը վարձակալության եւ ուղղակիորեն հանձնում են ենթավարձակալության եւ այդտեղ եկամուտներ են գեներացվում, որոնք դուրս են մնում մեր միավորման բյուջեից, չեն մտնում մեր միավորման ոնց որ հաշիվներին։ Արմենակ Խաչատրյանի տվյալներով կազմակերպության ղեկավարները գույքի 90%-ը վարձակալության են տվել շուկայականից անհամեմատ ցածր գներով, ուսումնասիրել են շուրջ 170 գործարք ու պարզել, բոլոր դեպքերում գործում է նույն սխեման։ Երևանի եկամտաբեր տարածքները ցածր գնով տրվում են միջնորդների, որոնք իրենց հերթին վարձակալության են տալիս ու իրենցից կույրերից շատ ավելի մեծ շահույթ ստանում։ Հենց նույն այս պահին եղած նախագահան 18 թվականին 20 տարով Ոմանտիկին Մարինա Հասրացյանի տվել է վարձակալության 800 քառակուսի մետր տարածք վարչական շենքում մոտավորապես քառակուսին 2000 դրամի շրջանակում, իսկ այս տիկինը 8-9000 դրամով ենթավարձակալության է տվել։ Արմենակ Խաչատրյանն ու ընկերները պահանջում են, որ ցածր գնով ու երկարաժամկետ 20, 30, 40 տարով տրված վարձակալության պայմանագրերը վերանայվեն եւ նորերը կնքվեն շուկայական գներով։ ՍԱՍ-ի հետ կապված ինքը ասում է, ես ինչ անեմ, ՍԱՍ-ը տվել ենք, մենք իրանցից պետք է շնորհակալ լինենք, որտեվ պատվալա փորը, այդ պատվալը բերե մեր վկայականի մեջ է մցրե եւ այլն։ Որևէ հայտարարություն, չգիտեմ, հանրային դաշտում, չգիտեմ, լիստեյեմ կլինի մյուս ծառայություն, մենք չենք տեսնում, մենք չգիտենք, որ այս մարդիկ տալիս են վարձակալության, փնտրում են վարձակալ։ Կոմիտասի պողոտայում գտնվող սա սուպերմարկետի այս տարածքը եւս պատկանում է կույրերի միավորմանը։ 1600 քառակուսի մետրից կազմակերպությունն ամսական ստանում է ավելի քան 2 միլիոն դրամ վարձակալության գումար։ Ըստ պայմանագրերի Կոմիտասի բանուկ հատվածում գտնվող այս տարածքի քառակուսի մետրը վարձակալում են միջինը 2000 դրամով, սակայն Կոմիտասում վարձակալության շուկայական միջինգինը մոտ 7 անգամ ավելի բարձր է։ Մինչ նրանք հարցնում են, ինչու պետք է հենց միավորումը չստանար այս եկամուտները, միավորման նախագահը հակադարձում է։ Նախկիներն են մեղավոր, իրենք ժառանգել են հին պայմանագրերը։ Ես 2 անգամ ՍԱՍ-ի վարձավճարը ավելացրել եմ, որին կարային նրանք չհամաձայնվեին, որտեղ նրանց պայմանագիրը մեկը մինչև 33 թիվն է, մեկը կարծեմ 35-ը։ Բայց այն ինչին հասանք, այդքանին որ հասանք, դա ուղղակի բարի կամքի ճնշման միջոցով, մի խոսքով մանրամասները չասեմ թե ինչ եղանակով, այդքանին կարողացանք հասնել։
Միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյանն էլ է ընդունում, որ վարձակալության գները ցածր են։ Մյուս կողմից ասում է, իրենց ունեցածը սովորաբար անխնամ տարածք է, որը վարձակալները կարգի են բերում։ Բոլորն էլ դերում են արել, բայց այդքանից հետո էլ ցածր են գները, շատ տեղերում են ցածր։ Բարձրացնել հնարավոր չի։ Բայց ասեցի, չէ, օրենք հադավեն, նոտարական գրանցում ստացել, ոչ մեկ չի կամ, անգամ դատարան ասում եմ, չէ, դատի տվինք դատարանը դա չեղյալ չհամարեց։ Բագրատ Մակարյանը ղեկավար կազմից է, բայց պնդում է, նոր նախագահն իրենց չի լսում, փոխարենը շարունակում է հնի գործելավոճը։ Քվեարկությունները մարտահայտել եմ դիրքորոշումը շատ հարցերում։ Ասում են երկչախումբը մոտավորապես 40 ավելի մարդ է աշխատում։ Եթե այդ գումարը լինի, իր ամսական բյուջեն ընդամենը 1 միլիոն քանի 100,000, 300 թե 400։ Այսինքն 24 կամ 30 միլիոն դրամով այդ երկչախմբի մշտական աշխատանքային հարցը կարող է լուծել։ Եթե գումար լիներ, Հայկ Պապիկյանը երկչախմբում ոչ թե 3 ամիս կերքեր, այլ ողջ տարին աշխատավարձ կստանար, կկարողանար հոգալ ապրուստը։ Հիմա միշտ ասում են, չէ, կրթվելը հարգի է, նորաձև է, այդ նույն կրթվելու հիման վրա շատերը կարող էին իրենց զարգացվածությունը բարձրացնել ու առնվազն աշխատանքի ընդունվեին, որ այսօր դիմում ես աշխատանք ես ուզում, դե ասում է որտեղ քեզի տրամադրեմ աշխատանք։ Կույրերի միավորման նախագահը հակադարձում է։ Եթե 12 ամիս երկեն ում համար են համերգ տալու, ամեն ամիս որ չենք մեր մշակույթի տանը ամեն ամիս համերգ ենք։ Ոչ երկչախումն է ակտիվ, ոչ էլ մյուս խմբակները, պնդում են Խաչատրյանի քննադատները։ Մարգարիտ Ամարուքյանը, ով Արմավիրից է գալիս դասընթացների, նշում է, առանց վերապատրաստման իրենք մրցունակ չեն աշխատաշուկայում։ Այո, նաև չկան գրքեր, չկա մասնագիտական գրականություն, որ ուսանողը կարողանա օգտվի։ Ես ինքս ուսանող եմ այս պահին ու սովորում եմ Էջմիածնի պետական քոլեջում գրադարանային գործբաժնում ու ես ամբողջ այդ նյութերը, որ ինձ պետք է, գտնում եմ ռուսերեն լեզվով, բայց կան մարդիկ, որոնք չեն տիրապետում պարզապես ռուսերենին։ Վահե Արզումանյանը համակարգչային դասընթացներ է կազմակերպում պետական ծրագրով։ Աուդիոգրքերի խնդիրը միակը չէ, ասում է։ Տեսեք, շաշկի շախմատ շոդաունը շեշտեցին, հա, որը իրականացում է։ Մեկ մարզիչ որևէ մարզական ուղղության վրա չունենք։ Չկա մարզիչ։ Դե չգիտեմ, հիմա կարող են այլ պատճառաբանություն բերել, հիմա չեմ կարող հասկանամ խի, բայց այս հարցերը, որ բարձրաձայնվում են, հա, մնում են օդում կախված, այսինքն այս խնդիրները չի լուծվում։ Կույրերի միավորման նախագահն այլ տեսակետ ունի, պարապ չեն նստում, մրցաշարեր են կազմակերպում, նպաստներ են տալիս ուսանողներին, աշխատանքային հարուստ կենսագրություն ունեցողներին։ Ինչ որ ուզել են, կա չի եղել այդպիսի պահանջած, որ որևէ բան անցկացվի եւ դա համար գումար չճարվի։ Չկա այդպիսի բան։ Մինչ Ռաֆիկ Խաչատրյանը պնդում է, որ կոռուպցիոն որևէ գործարքներ չկա, նրա անդիմախոսները հարցնում են, ինչու է Երևանի երիտասարդական մետրոյին կից շենքի երկրորդ հարկը վարձով տվել 20 տարով քառակուսին շուրջ 3000 դրամով։ Նախագահ Խաչատրյանն այս հարցի պատասխանն էլ ունի, ոչ մեկը կարճ ժամկետով չի համաձայնում վարձակալել, իսկ էժան է տվել, քանի որ տարածքը անմխիթար վիճակում էր եւ 100-ից ավելի մարդ հրաժարվել էր վարձակալել այն։ Իմ աշխատած ժամանակում 7 տարվա ընթացքում տարածքները չեն ավելացել քաղաքուսով, բայց վարձակալությունից ստացված գումարները կրկնապատկվել են։ Արմենակ Խաչատրյանն ու համախոհները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել դատախազություն։ Քննիչն ու դատախազը գործ հարուցելու հիմք չեն տեսել։ Կույրերը տեսնում են ու այժմ դատարան են դիմել իրենց այնքան անհրաժեշտ գումարները ստանալու գույքը վերադարձնելու համար։ Դատարանը դեռ քննում է բողոքը։ Մոտ է հարուցելով հանրության բրդովմունքը։ Կարծես տեղից շարժվում է հայ բեռնափոխադրողների տևական ժամանակ բարձրացրած խնդիրը։ Լարսի հերթերում շաբաթներով սպասելով նրանք իրենց կամքին հակառակ խախտում էին Ռուսաստանում որպես այցելու մնալու ժամկետը, չէին կարող մեքենան սահմանին թողնել ու Հայաստան գալ։ Շատերը հայտնվել են պատժամիջոցների տակ։
Զապրետը դրին ուղարկին 5 տարի իրավունք ունենք մտնենք Ռուսաստանի տարածքը։ Ռուսաստանի Դաշնությունը պետք է օրենքի փոփոխություն անի, մարդիկ ունենք, որ այնտեղ դեպորտի տակ են, ձերբակալված են։ Գրեթե 1.5 տարվա բողոքի ակցիաներից ու դժգոհություններից հետո հայկական բեռնատարների վարորդներն օրերս լավ լուր ստացան։ Հունիսի 30-ից կրկին կարող են 1 տարվա ընթացքում մինչև 180 օր գտնվել Ռուսաստանում։ Մոսկվան վերանայել է կրճատված 90-օրյա ժամկետը։ Այդ լավ նորություն է։ Ինչ 95 170 օրը բավականին մեծ ժամկետ է։ Բեռնատարների վարորդները ռուսական լրատվամիջոցներում էին տեսել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած որոշումն ու մանրամասներն իմանալու համար դիմել միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանին։ Շուրջ 800 վարորդից բաղկացած խմբում Բեժանյանը նրանց բացատրում է. մարդատար եւ բեռնատար մեքենաների վարորդները կկարողանան 1 տարվա ընթացքում մինչև 180 օր գտնվել Ռուսաստանի տարածքում, եթե RUID հավելվածում մի շարք փաստաթղթերներ բեռնեն։ Հունիսի 30-ից սկսած RUID համակարգով, որը հեռախոսային հավելված է, բոլոր բեռնափոխադրման փաստաթղթերը անձնագիրը պետք է սկանավորված լրացնել, գրեք նպատակը, որ բեռնափոխադրում եք իրականացնում, բեռնափոխադրման փաստաթղթերն եք գցում, մեկնելուց 72 ժամ առաջ եւ ամեն մեկնելուց պետք է այդ պրոցեդուրան անցնեք, որպեսզի համոզվեն, որ մեկնողը բեռնափոխադրող է։ Ռուսաստանում միգրացիոն խստացումներից հետո 90 օրվա ժամկետը խախտողները տուգանվում կամ 3-ից 5 տարվա մուտքի արգելք էին ստանում։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ավելի քան 60 վարորդի տվյալ ունի, որոնց մուտքը 3-ից 5 տարով արգելված է 90 օրվա ժամկետը խախտելու համար։ Բեռնափոխադրողները բողոքի ակցիաների ժամանակ ասում էին, որ Հայաստանի համար այդ սահմանափակումն անիրատեսական է, քանի որ Լարսի անցակետը հաճախ փակվում կամ խցանվում է, եւ իրենք շաբաթներով մնում են ճանապարհին, սպառելով թույլատրելի օրերը։ Վարորդներից մի քանիսը չներկայանալու պայմանով Ազատությանը պատմեցին, որ այս ընթացքում իրենցից շատերը դադարեցրել են ապրանք տանել Ռուսաստան, որովհետև կամ արդեն լրացրել են 90 օրը, կամ էլ մուտքի արգելք ունեն։ Շատ է, այդ 90 օրվա խաթր չեն քշում, որ խոսքի չլրանա իրանց 90 օրը մի 4 ամիս քշեն ու մնացածը կանգնեն 8 ամիս։ Ոնց է 90 օրվա համար դեպորտների համար, այդ տուգանքների համար չեն ուզում Ռուսաստան գնան։ Հայաստանում ինչ-որ մի բան չարել են, աշխատում են, էլի։ Սա էլ ձեռնատու է, որ 100-տանոց մորը նորմալ է, էլի, որ գնան գան, որոշ մարդիկ էլ դեպորտ չեն լինի։ Ռուսաստանում 1 տարվա ընթացքում 90, հիմա արդեն 180 օր գտնվելու ժամկետը միայն Հայաստանին չի վերաբերում, այլև ԱՊՀ բոլոր երկրներին, որոնց քաղաքացիները Ռուսաստան են մտնում առանց վիզայի։ Ռուսաստանը մի նոր որոշում էլ ունի։ Այն ընկերությունները, որոնք ԵԱՏՄ երկրներից ապրանք են ներմուծում, պետք է ներկրվող ապրանքի հարկը նախապես վճարեն։ Հետո դա հաստատող QR կոդն ուղարկեն նրանց, ումից գնել են ապրանքը։ Վերջիններս էլ դրանք փոխանցեն բեռնափոխադրողներին։ Ի տարբերություն նախորդի, այս լուրը բեռնատարների վարորդներին չի ուրախացրել, անհանգստացած են։ Դե ռիսկ այն է, որ պատվիրատուն ուղարկի իր QR-ը, որ հարգերը վճարել է, այդ QR-ով 10 օր թղթե ձևակերպեն դու անցնես գնաս։ Եթե հարգերը վճարած չեղավ պատվիրատուն, ով ասած մնում են գերի։ Ոնց է հարգայինի հետ եթե խնդիր եղավ, մեքենան Լարսը չի անցնելու, դա արդեն խնդիր է։ Մի ինձ թվում է բոլորն էլ խնդիրներ ունենում են, փոքր, մեծ ունենում են։ Կարող է, չգիտեմ, 1000 ռուբլի պարտք ունենա բանին, վсё, չի անցնի, մինչև այդ հարցը չլուծեն։ Այս փոփոխությունն էլ հունիսի 1-ից կսկսի գործել։ Ռուսաստանյան ներմուծողը բեռի հետ կապված թղթաբանությունը պետք է 2 օր առաջ անի, վճարի ավելացված արժեքի հարկը։ Ռուսաստանի իշխանությունները հավաստիացնում են, այս նոր սպոտ համակարգը չի տարածվի գումարի, փաստաթղթերի, նավթի, էլեկտրաէներգիայի մատակարարումների, ինչպես նաև անձնական օգտագործման բեռների վրա։ Այս նոր կարգավորումն ըստ Մոսկվայի անբարեխիղճ ներմուծողներին հարկային դաշտ բերելու համար է։ Ռուսական կողմի նախնական հաշվարկներով, եթե այս համակարգը ներդրվի, միայն այս տարի հավելյալ 50 միլիարդ ռուբլի, այսինքն շուրջ 670 միլիոն դոլար բյուջե կմտնի։ ԵԱՏՄ 5 երկրների է վերաբերում սա՝ Ռուսաստան, Բելարուս, Ղազախստան, Հայաստան ու Ղրղզստան, բայց միության գլխավոր առանձնահատկությունը հենց ազատ առևտուրն էր իրար մեջ։ Անկախ փորձագետ Կայար Տիտիբաևն օրինակ կարծում է, որ այս նոր կանոնները կարող են պատնեշ դառնալ միության ներկրողների համար։ Это можно квалифицировать как Սա կարելի է դասական
համակարգել որպես անտոկոս պատնեշներ։ Ես կրկին ասում եմ, պետք է հայցադիմում ներկայացնել եւ պետք է ապացուցել ինտեգրացիոն միության դատական իշխանություններին, որ դա սխալ է։ Կարող եք դուք դա ապացուցել, թե ոչ, որովհետեւ պատասխանողը կարող է ասել. «Լսիր, դա իմ իրավունքն է, ես ֆիսկալիզացիա եմ անում, թվայնացնում եմ, իմ իրավունքն է, ինչ ունես դրա դեմ»։ Լարսում հերթերի մեջ մնալու պատճառներին սա էլ ավելացավ, նեղսրտում են բեռնատարների հայ վարորդները։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցցանցերում, կհանդիպենք։